Կրթության գլխավոր պատասխանատուն այն թափի միջնակարգ դպրոցում է նախարար Աշոտյանը այցելել է վերազինված համակարգչային լսարանը տեսնելու։ Համաշխարհային բանկի աջակցությամբ մոտ 10 միլիոն է տրամադրվել 22 համակարգչի ու լրացուցիչ սարքերի համար։ Նոութբուքեր են, որոնք իրենց պահարանով, ավտոնոմ սնուցման եւ կապի համակարգերով հնարավոր է տեղաշարժել։ Այսինքն, եթե վաղը պետք լինի, որ լսարանից օգտվի ոչ թե մաթեմատիկայի, այլ կենսաբանության ուսուցչուհին, շատ հեշտությամբ կարելի է տեղաշարժել այդ ամբողջ համակազմը։ Մոտ 800 միլիոն դրամ է ծախսվել հանրապետության մարզերի միջնակարգ դպրոցները համակարգիչներով ապահովելու համար։ Միջին տվյալով ամեն 17 աշակերտին այժմ 1 համակարգիչ է հասնում։ Աշոտյանի խոսքով այն թափի դպրոցը տիպային է, այն հնարավորություն է տալիս տեսնելու կատարված բարեփոխումների արդյունքները։ Նախակրթարան հաճախած երեխաները ըստ մանկավարժների գնահատականների ավելի լավ են սովորում հետո դպրոցում։ Սա արդեն ակնհայտ է։ Շախմատ անցած երեխաները ավելի լավ են յուրացնում հետո ճշգրիտ գիտություններ, բնական գիտությունները։ Կրթության նախարարությունը ոլորտի հիմնական խնդիրներից մեկը համարում է շենքային պայմանները, 400-ից ավելի դպրոց նորոգման կարիք ունի։ Նազելի Գրիգորյան, ժամը լրատվական։